Պարոն Աղազարյան, Ժողովուրդ օրաթերթը առավոտյան մամուլի հրապարակում էր ունեցել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում արդեն սկսվել է, այսպես ասած, մրցավազքը եւ կուսակցականները եւ առաջադրված թեկնածուները պայքարելու են ցուցակում իրենց տեղերի համար եւ տեղերը որոշվելու են ըստ վարկանիշների։ Երբ դուք եւս առաջադրվում եք ԿՊ-ի կազմում, կար նման բան արդյոք, այդ առաջադրումը, այդ ռեյտինգը այդքան կարեւոր էր առաջ, պարոն Աղազարյան։ Դե երբ որ ես գուսակցության անդամ էի, քաղաքացիական պայմանագիր գուսակցության անդամ, նույնիսկ մինչև իշխանություն դառնալը դրա մոտիկ բաներ կար։ Հիմա այս ճանապարհը որտեղ գրվել է քաղաքացիական պայմանագիր գուսակցության կողմից, որովհետև գուսակցության անդամները շատ են։ Իշխանական կուսակցությունը բնականաբար շատ է եւ ցանկացողները շատ եւ հետեւաբար այսպեսի մանրակրկտությամբ է ամեն ինչ շնարվում որոշ բաների նույնիսկ բանը եթե չասեմ հեղինակը համենայնիվ համակարգը եղել եմ ես մասնավորապես դրամների հավաքելը եւ այլ այնպես որ այստեղ որևէ բան չկա իշխող կուսակցության համար դա շատ տրամաբանական գործընթաց է Պարոն Աղազարյան, տեսեք, վերջին շրջանում շատ են խնդիրը իհարկե ուրիշ տեղ է որքանով գհաջողվի այդ ամեն ինչը անել բաց թափանցիկ յուրաքանչյուր ԿՊ-ականի համար, որպեսզի յուրաքանչյուր ԿՊ-ականի համար այն արդյունքը, որ պիտի գրանցվի, դառնա իր արդյունքը, անկախ այն բանից թե որտեղում այնք հայտնվել նախընտրական ցուցակում, որ դառնա իր արդյունքը։ Շատ կարևոր խնդիր է, որը մենք երբ որ ես ԿՊ-ի անդամ էի, ցավոք սրտի մի էտապում չկարողացանք անհրաժեշտ մակարդակով լուծել վարչության ընտրությունների հետ կապված Եթե հիշում եք, ընդ վերահաշվակ եղավ, մանեղավ եւ այլ։ Ես ինքս ժամանակ մեխանիզմներ առաջարկել, որ շեղում եղավ այդ մեխանիզմներից եւ հետեւաբար այդ թերությունները ի հայտ եկան։ Բայց ամեն ինչ որ ունի սկիզբ, ունի վերջ։ Պարոն Աղազարյան, տեսեք, ԿՊ-ականները հիմա մրցավազքի մեջ են ընկել իրենց հեղինակությունը բարձրացնելու համար, բայց օրինակ մենք տեսնում ենք այդ ընկած հեղինակությունները, օրինակ որ ինչ-որ падգամավոր եղբորը տեղավորել է վարչապետի աշխատակազմում, համայնքապետերը իրենց կնոջ անունով ՍՊ, ԱՁ, այլ ընկերություններ են բացում, որոնք մասնակցում են համայնքապետարանի գնումներին, միլիարդներ են ծախսում, նույնը падգամավորական մանդատի չարաշահում չէ արդյոք օրինակ Հայկ Կոնջորյանի բնակարանի հարցը, որ այս քննարկում ստացավ։ Նման հարցերը, որոնք ԿՊ-ի շուրջ պտտվում են, որոնք կլինեն կոռուպցիոն սկանդալներ, այսպես ասեմ, ճակերտավոր, սրանք չեն հեղինակազրկելու ԿՊ-ն։ Յուրաքանչյուր իշխանություն ընդհանրապես ունի այլասերելու, մարդկանց այլասերելու հատկություն, բնույթ։ Մի դեպքում դա տևում է երկար ժամանակ, մի քիչ համեմատաբար, մի դեպքում կարճ ժամանակ կախված այն հարաբերություններից, այն բարքից, որ գոյություն է կուսակցության մեջ։ Չհաշված, որ այն հիվանդությունները, որ ունի մեր հասարակությունը, այդ հիվանդությունները նորից արտապատկերվում են այս կամ այն ինստիտուտի վրա, կուսակցություն, նախարարություն, չգիտեմ, եկեղեցի ընդհանրապես։ Այսինքն ԿՊ-ն այլասերվել է։ Իհարկե այլասերված է, հիմա ԿՊ-ն բավական այլասերված է այդ իմաստով, բավական այլասերված է։ Եվ հետեւաբար այդ երևույթները, որ դուք նշում եք, իհարկե ոչ մի տարօրինակ բան չկա, որ падգամավորի եղբայրը ինչ-որտեղ աշխատում է։ Ոչ մի տարօրինակ բան չկա, որ падգամավորի ծառայողը ինչ-որտեղ աշխատում է։ Ես հիշում եմ, երբ որ Արտաշատի համայնքապետը ընտրվեց, բայց պետք է շատ մանրամասն ասեմ։ Կարլեն Մկրտչյանը, երբ որ ընտրվեց Արտաշատի համայնքապետ, ինքը իմ ընկերոջ տղան է։ Ոդիկ հարաբերությունների մեջ ես էլ այդտեղի падգամավորն եմ, չէ՞, այսպես կոչված։ Իմ Պոտիկ ազգականը, հորեղբոր պապասեք պապայից իմ հա, եզիկանը թորներ ենք երկուսով, երկու եղբայրների թորներ ենք, շատ լավ երիտասարդ, շատ լավ բիզնեսմեն, տենդեր շահեց, Աղազարյան Մեսրոպ Վիգենի։ Ես զանգեցի Կարլեն Մկրտչյանին, ասեցի այդ տենդերը չեղյալ արա։ Ուսում բայց ոչ չեղյալն է, պարոն Աղազարյան, ինքը շահել է, արդար ձևը շահել է, և իրապես ես գիտեմ, որտև ինքը այդ ոլորտում կայացած բիզնեսմենն է, էլի։ Ես ասեցի կապ չունի, դու 10 օր 15 օր ընտրվել ես համայնքի ղեկավար, շատերը գիտեն լրագրողներ, որ պրպտեն, կճարեն, որ ինչ-որ կապ կա, եւ այդ բանը կշահարկեն։ Հիմա ոչինչ, թողეთ այն ուրիշտեղ տենդեր շահի։ Ես պնդեցի եւ այդ տենդերը չեղյալ արվեց։ Հետո նույն այդ իմ գործընկերները ինձ մեղադրում են կոռուպցիոն ռիսկերի մեջ։ Իմանալով, քաջ իմանալով,
Իմ նյութական, ասենք, վիճակ, իմ հնարավորությունները, իմ կարողությունները։ Հիմա այդ իմաստով այլասերված է։ Լավ, վատ, մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, եւ այդ այլասերվածության ֆոնին արդեն, որպեսզի քաղաքական ղեկավարությունը, պահի իշխանությունը, որպեսզի այն ծրագրերը, որ ինքը մտածում է պետք է իրականացնի պետականության շահերից ելնելով ենթադրենք, կյանքի կոչի, պետք է դիմի ուրիշ քայլերի, որպեսզի պահի իր իշխանությունը, որն էլ անում է այսօր, արդեն անում է մի տարի անում է եւ անում է այսօր, եւ հետեւաբար, որտեղ է վստահությունը, որ այդ ձևով եկած իշխանությունը կունենա անհրաժեշտ բովանդակային իմաստով անհրաժեշտ լեգիտիմության աստիճան եւ որպես կարողանա կառավարի մարտահրավերները, որ ծագել են մեր պետականության առաջ։ Սա արդեն բերում է շատ վատ իրողությունների եւ հետեւաբար պետք է անել ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ Պարոն Աղազարյան, 2026 թվականը այսպես քաղաքական առումով թեժ տարի է եւ համապետական ընտրություններ են եւ համայնքների դիմ ընտրություններ են որոշ համայնքներում։ Դուք դրանցից որևէ մեկում պատրաստվելու եք մասնակցել։ Օրինակ հաջորդ ազգային ժողովում, երբ որ մեկնարկի հաջորդ գումարումը, ձեզ կտեսնենք ազգային ժողովում եւ եթե նման մտադրություն ունեք, որ ուժի հետ եք պատրաստվում մտնել ազգային ժողովում։ Դե ինչպես տեղյակ եք, պարոն Ասլյանի հետ միասին մենք հիմնադրել ենք կուսակցություն, մի անգամ դիտողություններով հետ են տվել մեր փաստաթղթերը, մենք երկու համաժողովն ենք արել եւ նորից ենք փաստաթղթերը ներկայացրել, վերջերս էլի որոշակի ասենք տեխնիկական բնույթի հիմնական դիտողություններ արեցին, ոչ թե հետ վերադարձրեցին, դրանք են ուղղել եւ հիմա սպասում ենք փետրվարի 12-ը, որպեսզի պատասխանը ստանանք կուսակցության գրանցման։ Իհարկե, եթե հանկարծ բոլոր դեպքերում այնպես լինի, որ չգրանցվենք, մենք մասնակցելու ձև կգտնենք ընտրություններին հունիսի 7-ին։ Իսկ ձևաչափի մասին է խոսքը, թե մենք ձևաչափով մասնակցենք։ Մենք գտնում ենք նույնիսկ բան ենք առաջարկել, ճանապարհային քարտեզ ենք առաջարկել ընդդիմության համախմբման համար, ոչ թե մենք ենք համախմբում ընդդիմությունը, մենք այդ ոչ կշիռ ունենք, ոչ հնարավորություն, ոչ այդ հնարավորությունը ունի եւ այդ փորձը ունի դաշնակցությունը, ես կարծում եմ դաշնակցությունը պետք է դա իրականացնի։ Կհամախմբի այնպեսի բանաձևի շուրջ, որ ժողովուրդը գա ընտրության, քաղաքացին գա ընտրության եւ ընտրություն կատարի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվի։ Չի կարա այդ համախմբությունը տեղի չի ունենա, Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի։ Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, մենք ունենք մեր դիրքորոշումները։ Մենք հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի ուժերի հետ մենք չենք համագործակցում, պատճառները մի քանի անգամ ասել եք պետք է լինի նույնիսկ մանրամասնենք։ Եվ այնպես չի, որ ասենք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը առավոտից երկու բանագնացներ են ուղարկում մեր մոտ, խնդրում, աղաչում են, որ մենք միանանք իրար, չկա այդ բանը իհարկե, բայց մենք էլ պատրաստական չենք։ Մեր ձևով շարժումը որ կա, իրանց հետ էլ մենք չենք կարա, որովհետև ակնհայտ է իրանց ասեմ դիրքորոշումը, իրանք փողերով եւ այսպես կոչված պահի բանով թույլ կրակով խանդավառված երիտասարդներ են անփորձ ու չգիտեն թե ուր են գնում։ Այսինքն պարոն Աղազարյան, ամեն դեպքում ինչ էլ լինի ձեր վարչապետի տեխնացուն, եթե ձեր կուսակցությունը չգրանցվի, ձեր վարչապետի տեխնացուն լինելու է դաշնակցությունից։ Չէ։ Այդպես բան ես չեմ ասում, եթե մենք գրանցվեցինք, եթե եմ ասում, մյուս ուժերի հետ, ում ես չթվարկեցի, մենք պատրաստ ենք համագործակցության, եթե իրանք հարմար կգտնեն, իհարկե։ ՔՊ-ի հետ եւս։ Չէ, ՔՊ-ի հետ չէ։ Բայց բնականաբար, ես ընդդիմադիր ուժերի բան, այսպես կոչված պայմանական ասած հակաքպեական ուժերի մասնախոսքը։ Այդ ուժերի հետ մենք պատրաստ ենք համագործակցելու, բայց բոլոր դեպքերում, քանի որ հասարակության մեջ եւ մեր այսպես գործընկերների մոտ կատապավորվածություն որոշակի են, ամենայն դեպս որ մենք հանդիսանում ենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտը, բավականին խնդրահարույց է այդ համագործակցությունը, մենք պատրաստ ենք, ում որ չնշեցի։ Բայց ես թվում է այդ տեղի չունի եւ մենք ստիպված երևի գնանք մենակ։